Մարտիրոսը Հայաստանի այն սակավաթիվ բնակավայրերից մեկն է, որի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի է։ Չնայած դրան, տարածքում կան խաչքարեր, որոնք վկայում են, որ այստեղ ավելի հին բնակավայր է եղել։ Այսօր ներկայացնում ենք հին եկեղեցու ավերակների վրա վերակառուցված հուշարձան։ Բաց երկնքի տակ Մարտիրոսի Սուրբ Երրորդություն Երկրորդ Երուսաղեմ եկեղեցին է։ Հայաստանի Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորից 31 կիլոմետր հարավ-արևելյան ուղղությամբ Վայքի լեռների հյուսիսային լանջին է գտնվում Մարտիրոս գյուղը, որի կենտրոնական հատվածում տեսնում ենք Սուրբ Երրորդություն Երկրորդ Երուսաղեմ եկեղեցին, որը հայտնի է նաև Սուրբ Աստվածածին, Սուրբ Վկայարան, Մարտիրոսի եկեղեցի անուններով։ Մենք հիմա գտնվում ենք Մարտիրոս գյուղի հիմնադրման խաչքարի մոտ, որը կառուցվել եւ տեղադրվել է 1283 թվականին։ Խաչքարը ապացույց է, որ գյուղը եղել է դեռ 1200-ական թվականներին, որը եւ գյուղը եւ եկեղեցին խաչքարի պատմությամբ մինչեւ խաչքարը դնելը եղել է Մարտիրոս գյուղ։ Դիվան հայ վիմագրության երրորդ պրակում ամենայն մանրամասնությամբ ներկայացվում են Մարտիրոս գյուղն ու հարակից տարածքներում պահպանված պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանները։ Պրակը կազմող Սեդրակ Բարխուդարյանը գրում է. Մարտիրոսը մեկն է պատմական Հայաստանի այն սակավաթիվ գյուղերից, որի հիմնադրման ստույգ տարեթիվը եւ հիմնարկողների անունները պահպանվել են։ Այս կարևոր տեղեկությունները արձանագրված են գյուղամիջի աղբյուրի մոտ 1283 թվականին կանգնեցված 3 մետրից ավելի բարձրություն ունեցող վարդագույն գրանիտի եւ գեղաքանդակ խաչքարի վրա։ Այդ շրջանում գյուղը եղել է փոքր, ընդամենը 7 չափ հարկով, ըստ Ստեփանոս Օրբելյանի ցուցակի, գավառի ամենամեծ գյուղը Սարկողովքը վճարել է 20 չափ։ Միաժամանակ Բարխուդարյանը նշում է, որ գյուղամիջում եւ շրջակայքում կան ավելի հին թվական ունեցող հուշարձաններ ու արձանագրություններ, որոնք ապացույց են միջավայրի ավելի հին շենության։ Անդրադառնալով գյուղամիջյան խաչքարին վիմագրագետը գրում է. Խաչքար մեծ 3 մետր 35 սանտիմետր, 1 մետր 34 սանտիմետր, պարզ ու վեհատեսիլ, դեղնավուն գրանիտ է կանգնած պատվանդանի վրա, գյուղամիջում աղբյուրի մոտ, 4 կողմում գրված է գյուղի հիմնադրման հիշատակարանը, 12 տող։ Հանուն ամենակալի, ես Դեղիկի որդի Մխիթարս խանած իշխան Պրոշի եւ նրա որդի Հասանի հրամանով 1283 թվականին շինեցի Մարտիրոս գյուղը եւ կանգնեցրի այս խաչքարը Սուրբ Վկայարանի դռան առջև, ի բարեխոսություն եւ իմ ամուսին Մամերին եւ իմ որդի Խարիփշահին եւ իմ դուստր Ռուզուքանին։ Կազմվեց շնորհավորի ձեռքով ՉԼԲ թվականին 1283, ովքեր որ ընթերցեք, հիշեցեք մեզ։ Ըստ ճակատագիրն հայոց պատմության պատմավեպի Իսրայել օրին ծնվել է Մարտիրոս գյուղում։ Նկարագրությամբ Իսրայել օրու հոր տունը եղել է այս մասում։ Երբ ինքը որպես դեսպան եկել է Հայաստանից գնա Պարսկաստան, իջել է իր տունը, իր եղբայրները եւ քույրիկը ընդունել են իրեն, բայց ինքը եղել է ծպտված, այսինքն այդպես պետք է լիներ, որից հետո տնից դուրս գնալուց հետո եղբայրներին ասել է, որ ես ձեր եղբայրն եմ ու այդ եղել է իր վերջին Հայաստան գալը, բայց քույրիկը նմանացրել է եղբորը եւ խնդրել է, որ թույլ տա, ասում է իմ եղբոր ոտքի վրա կար Միխալ, թույլ տուր ես ոտքդ բացեմ, տեսնեմ էլի դու իմ եղբայրն ես, ասում է չէ, հետո գնալուց քրոջը մեծ նվերներ է դրած լինում, եղբայրներին ասում է, որ ես ձեր եղբայրն եմ։
մենք գտնվում ենք Սուրբ Երրորդություն, երկրորդ Երուսաղեմ կոչվող եկեղեցական համալիրի շրջակայքում։ Եկեղեցին թվագրվում է վերջին թվագրմամբ 1866, բայց ըստ պատմության ինքը եղել է դեռ 1280-ական թվականներին։ Եկեղեցու շրջակայքում ունենք հետաքրքիր խաչքարեր տարբեր դարերի, ունենք ժամացույց։ Եկեղեցին հիմնականում արդեն գործող եկեղեցիների թվում են, կատարում են կնունքներ, ծնունդներ, հարսանիքներ։ Եկեղեցու ներսում մենք ունենք 9-րդ դարի խաչքար, ունենք 12-րդ դարի խաչքարի մեկ թև, 7-րդ դարի, 12-րդ դարի խաչքարերը ունենք շարվածքների մեջ, որ ավելի լավ պաշտպանվի։ Մուտքը նույն ինքը իր մուտքը ինչպես կա, այդպես էլ մնացել է, չի ձևափոխվել։ Եկեղեցին նախկինում շատ քայքայված էր, նստած էր, կարելի է ասել արդեն մնացել էր 20%-անոց մի ինչ-որ շինություն, որից հետո երբ մարդիկ եկան, նորոգեցին, արեցին, հնարավոր է եւ այդ իրենց միջնորդությամբ եւ դարձավ անվանումը Սուրբ Երրորդություն, երկրորդ Երուսաղեմ, հնարավոր է եւ այդպես նախկինում անվանվել է Մարտիրոսի եկեղեցի, այդպես ենք լսել, այդպես անվան։ Վերակառուցված եկեղեցին, որ դիդեպ Սեդրակ Բարխուդարյանը նշում է որպես Սուրբ Աստվածածին, պահպանում է արժեքավոր խաչքարեր ու վկայություններ։ 1866 թվականին կառուցված եկեղեցու պատերի մեջ 19-րդ դարի վարպետները ագուցել են նույն տեղում եղած հին եկեղեցուց պահպանված խաչքարերն ու բեկորները։ Եկեղեցու հարավային պատին պահպանվել է արևային ժամացույցը։ Սեդրակ Բարխուդարյանը գրում է. Արևային ժամացույցը քանդակված է դեղնագույն գրանիտի մեծ քարի վրա։ Այն հին շենքից է, ագուցված Գյուղամիջի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի մեջ։ Ժամերը ցույց տվող տառերը ուռուցիկ են։ Ժն դրված է գլխի վայր, տեղին հարմար։ Շենքը մեծ է, կառուցված է եռանավ բազիլիկի ձևով։ Ներսում ունի 4 մույթեր, ծածկը թաղակապ է։ Արևելյան կողմից ունի կիսակլոր աբսիդ բարձր բեմով, որի երկու կողմերում կան խորաններ։ Եկեղեցու մուտքի մոտ ունենք կոթող հիմա տեղադրված, բայց ինքը ըստ երևույթին կոթողները միշտ լինում են եկեղեցում, կամ վերևում, կամ կողքում, բայց շինարարության ընթացքում տեղադրել են մուտքի մոտ ինքը թվով 1200-ական թվականն է։ Ես ծնվել եմ, մեծացել եմ այս գյուղում, այս եկեղեցու բակում են գտնվում, սա ժամանակին կոչվում էր Ժամտուն, եթե գիտեք, պատմական ավանդական կոչվում էր Ժամտուն։ Ժամտան այս կառույցը խորհրդայնության ժամանակ ավելի հեշտ եւ կարեւոր պահպանվելու համար դարձել է պետական տնտեսության պահեստ։ Երևի շատ եկեղեցիներ էր, գյուղական պայմաններով այնպես էլ մեր գյուղը եղել է պահեստ։ Խոնարհվել է երկու անգամ, 1866 թվականին վերանորոգվել է մի որոշ ժամանակ, այնուհետև նորից դադարել։
Խորհրդային Միության սկիզբ առնելու ժամանակահատվածում արդեն եկեղեցին մնացել է մի տեսակ ժամտուն, մնացել է մի տեսակ ոչ ճիշտ հսկողության կամ պատմական հետագայում գործողության համար ոչ պիտան։ Այնուհետև 1973 թվականին մեր գյուղ են հաճախում Լոս Անջելեսահայ բարերարներ, Երևանաբնակ են եղել, չգիտեմ պատմական ինչ-որ երազների մեջ տեսել է, որ կա այդպիսի մի բնակավայր, որտեղ կա ժամտուն եկեղեցի։ Դե փորձեցին դեռ 1973 թվականին վերակառուցել եւ վերականգնել մեր եկեղեցի։ Նախագծային նախաշխարհ կատարվեց, եկեղեցին չունեցել այսպիսի գմբեթ։ Պատերի մուտքի մոտ երևում։ Մի մասը փլուզված էր, ժամանակ առ ժամանակ դուրս էր եկել հսկողությունից, շինարարական աշխատանքների հետ կապված վերականգնվեց, հենապատեր կառուցվեցին ամբողջ շենքի ոչ տարածքով, եթե դուք տեսնեք ու շատ իր կնայեք, որ գյուղամեջը որպես այդպեսին այս գեղեցիկ շինությունը վեր խոյացավ, վերականգնվեց։ Այնուհետև պատմական բոլոր տեղեկությունները վերեցին նրան, որ մեր եկեղեցին դարձավ գործող եկեղեցի, այնուհետև բարերարության աշխատանքների շնորհիվ կառուցվեց երկրորդ մատուր եկեղեցին, իմ թիկունքում կանգնած այդ Մարիամ Աստվածածին եկեղեցին, սա Սուրբ Երրորդություն երկրորդ Երուսաղեմ անվանվեց ամբողջ գործընթացով։ Դուք երևի շատ իր նայեք կտեսնեք ճակատային մասում 12 առաքյալների խաչքարերով անվանական ֆիքսված տվյալները կան։ Եթե ուշադիր նայեք, բոլոր աջ եւ ձախ, գմբեթի աջ եւ ձախ կողմերը խաչքարերը բոլոր Բարդեղումես Թադեուս առաքյալների շարունակությամբ է ամբողջովին, որ քրիստոնեություն Հայաստանում ընդունված։ Ամբողջ տարածքը որպես այդպիսին պատմամշակութային մեծ արժեք ունի եւ Մարտիրոսը որպես պատմական գյուղ իր տեղով, իր ամրությամբ, նաեւ ես ձեզ պետք է ասեմ, որ Պրոշյանների իշխանական ժամանակաշրջանում եղել է շատ հրաշալի բնաշխարհ, բնություն է ունեցել իր ամբողջ կառուցվածքով։ Ես ծնվել եմ Մարտիրոս գյուղում, բայց փոքր տարիքում տեղափոխվել եմ Վայք քաղաք։ Բայց Մարտիրոսը ինձ համար շատ հարազատ, շատ սիրելի, շատ երազներում տեսանելի գյուղ է, որովհետև այստեղ եմ անցկացրել մանկությունս ու իմ տատի պապին ապրել են իմ հայրիկիս հայրական տունը ներքևներում է գտնվում, արդեն փլվել են, իհարկե հին գյուղը շատ սիրուն է, շատ տեսնում եք երևի վերևից։ Տներն արդեն չկան, շատ քիչ տներ կան, որ բնակելի են, բայց մեր հիշողություններում դրանք են։ Մենք այստեղ ունենք այս եկեղեցին, ունենք դիմացի սարի վրա մի հատ փոքրիկ մատուռ Սուրբ Հովհաննեսը։ Ես երեխա ժամանակվանից տեսել եմ հին եկեղեցին այստեղի, որը այդպես թե սովետական տարիներ էին, որպես եկեղեցի չէր հիմնականում։ Մենք գիտեինք, որ սա մեր եկեղեցին է, ընդհանրապես։ Այս տարածքը այդպես չէր, այսպեսին չէր։ Ինքը ուղղակի կանգնած էր, մենք գալիս էինք նայում ենք ստեղ արևի բան կա, ժամացույց պիտի լիներ պատի վրա։ Գալիս ենք երեխաներով ստեղ նայում ենք։ Եկեղեցին հետո է վերակառուցվել։ Այս մեր նոր ժամանակներում է վերակառուցվել ու ավել բան, մեն ժամանակ այդքան չէին խոսում իհարկե, մեր տատիկ պապիկներ կրոնի մասին այդքան բաներ չէին խոսում, հավատամ, իրանք ճիշտ է հավատում էին, բայց գնում էին Վիմափոր, գնում էին Սուրբ Հովհաննես, բայց ոչ այստեղ։ Այս ժամանակ եկեղեցին վերածվել էր, չգիտեմ ինչի, շատ են գալիս, մենք էլ ամեն առիթի դեպքում անպայման տարին մի քանի անգամ պարտադիր այստեղ այցելում։ Փոքրիկ գյուղն ունի պատմության ու մշակույթի պահպանված հուշարձանների հսկայական շտեմարան ու սրտացավ մարդիկ, որոնք հոգ են տանում շրջակայքում սփռված բազմաթիվ մասունքների մասին, դրանց վերաբերյալ թե հին, թե նոր պատմությունները սիրով պատմելով գյուղի այցելուներին։ Բաց երկնքի տակ Մարտիրոսի Սուրբ Երրորդություն երկրորդ Երուսաղեմ եկեղեցիներ։